Հարգելի գործընկերներ, հարգելի հայրենակիցներ, 2020 թվականի պատերազմում խայտառակ ձախողումից հետո Նիկոլը երկու հնարավոր տարբերակ ուներ կապիտուլյացիայից հետո համախմբել հասարակությանը եւ պատրաստվել դիմադրելու եւ երկրորդ տարբերակը, ինչպես նշեց պարոն Բագրատյանը, անցնել թշնամու ճամբարը։ Ցավոք նա գնաց այդ ճանապարհով եւ այո, մենք գործ ունենք հակառակորդի հետ, որին պետք է ժամ առաջ, րոպե առաջ ուղակի աթոռազերծել, իշխանազերծել։ Սա օրհասական խնդիր է մեր բոլորի համար, մարդկանց համար, ովքեր իրենց համարում են հայ մարդ, ովքեր իրենց համարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ 2021 թվականի ընտրությունն արդեն երկրորդ խոշոր արհավիրքն էր, որ տեղի ունեցավ, ցավոք քաղաքական տարբեր դերակատարների մասնակցությամբ, որտեղ արձանագրվեց փաստացի, որ հայերը կողմնակից են կապիտուլյանտի իշխանությանը։ Անկեղծության եւ ազնվության համար մենք պետք է այնուամենայնիվ արձանագրենք, որ սկսած 2018 թվականի այդ հեղափոխական էյֆորիայից հետո անգամ նոյեմբերին տեղի ունեցած ընտրություններին բացարձակ թվերով որևիցե մի անգամ Նիկոլ Փաշինյանին ոչ մի անգամ մեր երկրի բնակչությունը անգամ ընտրողների մեծամասնությունը, խոսքը բացարձակ թվերի մասին է, ոչ թե մասնակիցների մասին է, վստահության քվե չի տվել։ Հիմա ստեղծվում է մի այսպիսի սիմուլյակր, որտեղ հայ ժողովուրդը եւ մասնավորապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կողմնակից են եւ հավանություն են տալիս այս ազգադավ հակապետական խայտառակ քաղաքականությանը, որ տարվում է։ Իմպիչմենտը հենց դրա մասին է, սա կասեցնելու մասին է։ Ես անկեղծորեն ուզում եմ արձանագրենք, անկախ իմպիչմենտի վերջնարդյունքից գործընթացը կստացվի թե չի ստացվի, այդ գործընթացը պետք է սկսել դեռևս 2021 թվականից եւ եթե ուզում եք իմանաք ամիսը 7 անգամ։ Ինչի մասին է խոսքը։ Սա անվստահության մասին է խոսքը։ Հա, եկեք բոլորս անկեղծ լինենք, տիրապետում ենք եւ բոլորը գիտեն մեր երկրում, որ Նիկոլ Փաշինյանը 10%-ից մի քիչ ավել վարկանիշ ունի, որովհետեւ ճիշտ հասկանանք ինչ է սա նշանակում է, որ մեր երկրի բնակիչներից ընդամենը ամեն 10-րդն է նրա կողմնակից։ Ամեն 10-րդը, հասկանում եք սա ինչ է։ Սա պետք է արձանագրել, իմպիչմենտը արձանագրելու ձևերից մեկն է։ Ցանկացած տարբերակով, անկախ իմպիչմենտի արդյունքից, անկախ այդ սպասվող ընտրությունների արդյունքից, ինչ արդյունք ուզում է լինի, անընդհատ պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի մեծամասնության, հայ ժողովրդի տարբեր շերտերի, հայ ժողովրդի փոքրամասնության անունը ոնց ուզում եք դրեք, նրան չեմ վստահում։ Այն աշխարհաքաղաքական կենտրոնները, որտեղ Նիկոլ Փաշինյանը կոշիկներ է լիզում, որտեղ ծառայությունները առաջարկում եւ դրա համար ստանում աջակցություն, իշխանությունը Հայաստանում սվիններով պահելու համար, բռնապետական ռեժիմով պահելու համար, այդ աշխարհաքաղաքական կենտրոններում բոլորը պետք է տեսնեն, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի մեծ մասի ստվար զանգվածի ինչ անուն ուզում եք դրեք, բայց մի զանգվածի, ահռելի զանգվածի վստահությունը չի վայելում։ Կա անվստահություն։ Իմպիչմենտը սրա մասին է, այս գործընթացը հենց պետք է տանել մինչև ավարտին բարեհաջող, եթե չի էլ ստացվում, այնուամենայնիվ անընդհատ պերմանենտ եղանակով արձանագրվում է այդ անվստահությունը։ Մեկ այլ շատ կարևոր հանգամանքի մասին, շատ ողջունելի է, որ ի վերջո Անդիմադիր խմբակցությունը Հայաստան դաշինքը միացավ պատիվ ունեմի նախաձեռնությանը եւ այս գործընթացը, այսպես ասենք, հա, նոր կյանք ստանալու հնարավորություն ստացավ։ Շատ լավ է, շատ ողջունելի է, բայց միևնույն ժամանակ ողջունելի չէ գործընկերների այդ մոտեցումը, մենք ստորագրությունները տվեցինք, դե գնացեք ինչ ուզում եք արեք։ Ոչ,
Եթե Նիկոլ Փաշինյանը խաբել է Հայաստանի Հանրապետության ընտրողին 2021 թվականին, պակաս չի խաբել նաև ընդդիմությունը, որովհետև ընդդիմությունը եկել է Նիկոլին փոխելու խոստումներով ու չի կարողացել փոխել։ Եվ հիմա պարտավոր է դրա համար կրել պատասխանատվություն, քաղաքական պատասխանատվություն։ Քաղաքական պատասխանատվությունը նախ եւ առաջ ենթադրում է, որ պարտավոր է այդ ստորագրությունները դնելուց առաջ գնալ փողոցում, տուն առ տուն, մարդկանց դռները թակել եւ մարդկանց համոզել, ներկայացնել իրավիճակը։ Սա բոլորի պարտականությունն է նախ եւ առաջ խորհրդարանական ընդդիմության, նախ եւ առաջ, որովհետեւ ընտրություններ կլինեն ժամանակին, արտահերթ, թե ինչ եղանակով, այնուամենայնիվ բոլոր այդ ուժերին, ովքեր խոստացել էին Նիկոլին հեռացնել իշխանությունից, այդ մարդկանց հարցնելու են, դուք ձախողել եք, հիմա ինչ երեսով եք եկել ձեն ուզելու։ Ստեղծված իրավիճակում կարծում եմ մեր բոլորի պարտավորությունն է, պարտքն է քաղաքական ուժերի, ընդդիմադիր շրջանակների քաղաքական, նաև բոլոր մեր մտահոգ քաղաքացիների, բոլոր մեր հայրենակիցների, ես չեմ էլ ուզում տարանջատել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, թե ոչ քաղաքացի, խոսքը այստեղ վերաբերվում է նաև մեր Սփյուռքի հայրենակիցների մասին, ցանկացած տարբերակով առաջ քաշել անվստահության գաղափարը, ցանկացած տարբերակով։ Իմպիչմենտը քաղաքական գործիքակազմի տեսանկյունից լավագույնն է, սահմանադրական լուծում է, կարծում եմ այս պետք է շարասյուն կազմել այս գաղափարի շրջանակներում եւ գնալ առաջ։ Ով ինչով կարողանում է այս անվստահությունը պետք է արտահայտի։ Շատ բան չեք կարողանում անել, պատին Մասիսի նկարը նկարեք։ Ամեն ինչ արեք, որ բոլոր տեղերում բոլորը հասկանան Հայաստանի ներսում մտահոգ քաղաքացին, մեր հայրենակիցները դրսում, դրսից այդ աշխարհաքաղաքական կենտրոններից, լրագրողներից, բոլոր մարդիկ, ովքեր հետևում են այս իրադարձություններում, տեսնեն, որ կա դիմադրություն։ Բոլոր տեսակի, բոլոր ճակատներում կա դիմադրություն։ Հայ ժողովուրդը Նիկոլի հետ չէ, եւ հայ ժողովուրդը Նիկոլի ձեռքը կրակը չի ընկել։